Գործարաններում ու խանութներում այսօր հացը չէր թանկացել, հավանաբար այն պատճառով, որ օգտագործվում է նախկինում ձեռք բերված ալյուրը։ Խոսքը նոր թանկացումների մասին է, քանի որ անցած 2-3 օրում կրկին ալյուրի գները աճել են, նույնքանով, որքանով 10-15 օր առաջ։ Մոտ կես ամիս առաջ ալյուրն ու հացը թանկացան, նույն ամսում արդեն երկրորդ անգամ մեկ պարկ ալյուրի մեջ 1000 դրամով աճեցին գները։ Հասարակության մեջ դժգոհությունը մեծ է։ Խոսում է նաև այն մասին, թե մինչև ձմեռ հացի գները աճելու են մինչև 160 դրամ։ Առաջին ճնշած պատոփոլով շատ դժվար է բնակչության վրա նստում, ինչ որ նստել է մինչև մի քանի անգամ այս տարի արդեն թանկացավ ապրիլին, մայիսից, հունիսին եւ արդեն օգոստոս։ Իսկ թոշակների ու նպաստերի ավելացումը ոչ թանկանար, ոչ էլ ավելանա։ 110 դրամ շատ կտուժվենք աղջիկ ջան, բոլորս թոշակ առու ենք։ Ուրիշ եկամուտ չունենք, մենք դրսում մարդ չունենք, ծեր մարդիկ ենք։ Աղջիկարի պես պետք է ֆեռանք։ Էլ ուրիշ բան չունենք։ Ձերացած մարդ, թոշակառու մարդ, ինչ կրամեն։ 20 դրամով թանկացել է։ Առիթ է ուղագի խոսքետ հրդեհ Ռուսաստան էր իրանց առիթ տարավ։ Վերավաճառողները ստեղից են, բայց ներկրողները իրանք են ստեղծող այդ առիթը։ Հացամթերքի փոքր արտադրամասերը ալյուր գնում են փոքր ծավալներով։ Դրանցից մեկի աշխատակիցը մեզ փոխանցեց, որ 3 օր առաջ ալյուր գնում էին 1 պարկը 8500 դրամով, ապա այսօր 1 պարկի մեջ 1000 դրամ ավելի են վճարել։ Ինչու, ինչ փոխվեց 3 օրվա ընթացքում։ Մասնագիտությամբ տնտեսագետ Արթուր Արաքելյանը սրան մի քանի բացատրություն է տալիս։ Գնի բարձրացման նախ կարող է բերել ռուսական կողմի հայտարարությունը, որ ցորեն չեն արտահանի։ Այդ կարգի հայտարարությունները արդեն կանխավ բերում են գների շարժին։ Ռուսաստանը հանձնում է ցորեն արտահանող խոշորագույն տերություններից մեկը։ Ռուսաստանը բնականաբար հոգ է տանում իր ներքին շուկայի, այսինքն ապահովել իր ներքին շուկան։ Տնտեսագետը չի բացառում նաև, որ այստեղ ցանկանում են գերշահույթ հետապնդել նաև առանձին ներկրող սեփականատերեր։ Այսպես օրինակ Հայաստանի գրեթե կեսին ալյուր մատակարարող ընկերության սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարում է, թե Հայաստանը մինչև ձմեռ պահեստավորած ալյուր ունի։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու նախկին գներով ձեռք բերված ալյուրը սեփական ժողովրդի վրա վաճառվում է նոր գներով։ Երևի Հայաստանում կազմիկ չէ եւ որևէ մեկը կասկած չունի, որ այդ հիմնական սննդամթերքը, որ Հայաստան ներմուծվում է, լինի դա ցորենը, լինի դա շաքարավազը, լինի այլ մթերքներ, սրանք մենաշնորհացված են այդ շուկաները։ Ներկրողները 1, 2-ն են, 3-ն են։ Դրա համար բնականաբար այդ առիթը, որ ստեղծվում է, ցանկացած մեկը դրանից կարող է օգտվել։ Մենաշնորհը ոչ որևէ երկրում սա չի ողջունվում։ Նույնիսկ շատ պատժամիջոցներ կան, շատ խիստ պատժամիջոցներ, իդեպ այդպիսիք կան նաև Հայաստանում էլ, բայց Հայաստանում մեր մեքենան այդ պատժամիջոցների շատ բանդակ է աշխատում։ Հնարավոր է հացը թանկանա մինչև 160 դրամ, հարցրինք տնտեսագետին։ Արթուր Արաքելյանն ասում է, դրա դեմ պետք է հետևողական պայքար տարվի, որպեսզի մեր ժողովուրդը ցորենի համաշխարհային պակասի դիմաց գոնե կրկնակի չվճարի եւ սեփական երկրում գոնե չհարստահարեն ժողովրդին։ Այստեղ մեծ աշխատանք ու պատասխանատվություն ունեն հարկային մաքսային կառույցները, ասում է Արաքելյանը։ Վերջին տարիներում բավականին խստացվեց մաքսային գործը Հայաստանում, բայց ինչքանով է այդ խստացումները վերաբերում սովորական ներմուծողներին եւ ոչ սովորական, այսինքն ինչ որ արտոնություններ ճագերտների մեջ ասած ունեցողներին, այս արդեն շատ դժվար է ասել։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։